Տեր Աստված խոսում է Երեմիա 12:6-ում, որովհետև քո եղբայրներն էլ և քո հոր տունն էլ հենց նրանք էլ նենգություն արին քեզ դեմ։ Հենց նրանք էլ կանչեցին բարձրաձայն քո հետևից, դու նրանց մի հավատա, թեև քեզ լավ բաներ էլ ասեն։ Այս մարդկանց մտքերում միայն սեփական շահն էր, նրանք կորցրել էին ճիշտ ուղին, արդյոք Աստված էր նրանց թողել, ոչ, բնավ, մարդիկ իրենց կամքով հեռացան Տիրոջից, իսկ դու վերադարձիր դեպի Աստված, նա սպասում է քեզ, դիտենք այս օրհնված մարդուն։ Քայլեք այնպես, ինչպես աղոթքից առաջ, Շատ դժվար էր։ հենակով եք նախկինում, այնպես չէ, դրեք հենակը ձեր մեջքին, ահա և վերջ, դեպի առաջ քայլեք այստեղով, ավելի արագ փորձեք քայլել, հավատացեք, Աստված օրհնում է քեզ, գնացեք այնտեղ, հետո վերադարձեք, այս կողմ եկեք, ահա այսպես, ասացեք ձեզ ավելի լավ եք զգում, ավելի լավ եք, այնպես չէ, Այո, ես ավելի լավ եմ։ Փառք Աստծուն, այլևս մի օգտագործիր դա, հիմա արեք այսպես, այո, հենց այսպես, տեսնում եք ինչքան երիտասարդացաք, Փառք Աստծուն, հիմա նորից քայլեք, ես կմնամ ու կդիտեմ, ինքնուրույն եղեք, այո, ահա այսպես, վերադարձեք հիմա, փորձեք մի փոքր վազել, տեսեք ընկերներ, սա Աստծո հրաշքն է, աղոթենք, Հայր, ես միավորում եմ իմ հավատքը այս մարդկանց հավատքի հետ և խնդրում եմ օրհնություն բոլորի համար, թող ամբողջ չարը հեռանա Հիսուսի անունով, ամեն։